Սիրելի փոքրիկներ, այսօր ձեզ պատմելու եմ ոսկե ձկնիկի պատմությունը։ Շատ հետաքրքիր պատմություն է։ Եկեք պատկերացնենք, դուք գնացել եք ձուկ բռնելու ու հանկարծ բռնում եք ոսկե ձկնիկ, ով կարող է կատարել ձեր բոլոր ցանկությունները։ Թե ինչ է լինում հետո, կտեսնենք հեքիաթում։ Ուշադիր կլինեք, ես ընթացքում հարցեր եմ տալու։ Ոսկե ձկնիկը հեքիաթը պատմում է ծովի ափին ապրող մի աղքատ ծեր ձկնորսի և նրա միշտ դժգոհ կնոջ մասին։ Նրանք ապրում էին հին, քանդված խրճիթում և շատ համեստ կյանք էին վարում։ Ամեն օր ծերունին գնում էր ծով ձուկ որսալու հույսով։ Մի օր նա ցանցով բռնում է մի հրաշալի ոսկե ձկնիկ։ Հանկարծ ձկնիկը սկսում է խոսել և խնդրում է ազատել իրեն, խոստանալով փոխարենը կատարել ցանկացած ցանկություն։ Բարի սրտով ծերունին խղճում է նրան և առանց որևէ բան խնդրելու բաց է թողնում։ Երբ կինը իմանում է այդ մասին, բարկանում է և ստիպում ծերունուն վերադառնալ ծով ինչ-որ բան պահանջելու։ Սկզբում նա ուզում է նոր տաշտ, հետո լավ տուն։ Ամեն անգամ ծերունին գնում է ծով, կանչում ոսկե ձկնիկին և ձկնիկը լուռ կատարում է նրա ցանկությունները, բայց կնոջ ագահությունը աճում է, նա ցանկանում է դառնալ հարուստ տիկին, իսկ հետո թագուհի։ Ինչ եք կարծում, այս անգամ էլ ոսկե ձկնիկը կկատարի պապիկի ցանկությունը։ Բայց ճիշտ կանի, որ կատարի։ Գնանք նայենք։ Ձկնորսը նորից վերադառնում է ոսկե ձկնիկի մոտ, այս անգամ նոր պահանջով, և դա էլ է կատարվում։ Նա ունենում է շքեղ պալատներ, այնպիսի տուն, ինչպիսին որ խնդրել էին ոսկե ձկնիկից։ Վերջում կինը ցանկանում է դառնալ ծովերի տիրուհին, որպեսզի նույնիսկ ոսկե ձկնիկը իրեն ծառայի։ Այդ պահին ծովը ալեկոծվում է, երկինքը մթնում և երբ ծերունին վերադառնում է տուն, տեսնում է, որ ամեն ինչ անհետացել է։ Նրանք կրկին կանգնած են իրենց հին, խարխուլ խրճիթի առաջ։ Այս հեքիաթը հիշեցնում է, որ անհագ ցանկությունները և ագահությունը կարող են մարդուն զրկել նույնիսկ ունեցած փոքր երջանկությունից։ Գլխավորը, ինչ պետք է մենք սովորենք այս հեքիաթից, այն է, որ պետք է գոհ լինել այն ամենով, ինչ որ դուք ունեք։ Տեսաք, պապիկը այնքան բան խնդրեց, մինչև ոսկե ձկնիկը վերցրեց ամեն ինչ, իսկ իրենք կարող էին շատ լավ բաներ ունենալ։ Շնորհակալ եմ դիտելու համար։ Մեր էջում կարող եք դիտել նաև կարմիր գլխարկը, յոթ ուլիկները, 3 խոզուկները, գնացինք։